Իսկ դու գիտեիր, որ քիչ ուտելով ոչ միայն չես նիհարում, այլ իրականում ավելացնում ես քո քաշը, այն էլ կոնկրետ ճարպի հաշվին։ Արի բացատրեմ։ Հաճախ խորհրդատվությունների ժամանակ դիմողներիցս լսում եմ. Իգոր ջան, ախր օրվա մեջ մեկ անգամ եմ հաց ուտում, բայց չեմ կարող նիհարել։ Ինչի՞ց է։ Մարդիկ կարծում են, թե քիչ ուտելը նիհարելու ամենաարագ ճանապարհն է։ Բայց արի նայենք իրականությանը եւ փաստենք, որ քիչ ուտելը իրականում ճիշտ նիհարելու թշնամին է։ Արի նայենք սյումոիցների օրինակին։ Նրանք սնվում են հատուկ ռեժիմով, օրը մեկ անգամ մեր չափաբաժիններով։ Հենց նրա համար, որպեսզի օրգանիզմը դադարեցնի նյութափոխանակությունը եւ ստացված ողջ սնունդը սկսի պահեստավորել ճարպի տեսքով։ Երբ դու ինքդ քեզ սոված ես պահում, օրգանիզմդ մտնում է խուճապի ռեժիմ եւ սկսում է յուրաքանչյուր կալորիա պահել որպես պաշար։ Արդյունքում նյութափոխանակությունը դանդաղում է, իսկ քաշը ավելանում է ճարպի հաշվին։ Պարադոքսն այն է, որ սնվել պետք է ճիշտ եւ ժամանակին, այլ ոչ թե սովահար լինել։ Մի տանջիր օրգանիզմդ եւ ինքդ քեզ։ Արդյունավետ նիհարելը հնարավոր է առանց սովի զգացումի։ Եթե ուզում ես հասկանալ ինչպես սնվել եւ ճիշտ հասնել արդյունքի, գրիր անձնական նամակով կամ մեկնաբանություններում սկիզբ բառը եւ ես կօգնեմ քեզ քայլ առ քայլ։